Մի խնդրանքով թիմեք։ Շիրակի մարզում կան ամենը մեկ լողավազան, որը ժամանակին եղել է շատ լավը, բայց հիմա շատ փոքր եւ շատ հին է։ Ուզում ենք ասել, որ կարող եք Շիրակի մարզում կառուցել նոր լողավազաններ։ Անպայման կառուցենք, պապային, մամային ասա, գնա համար 7-ին, ամսի 7-ին, դա։ Ոչ թե միայն Շիրակի մարզում, ամբողջ Հայաստանով մեկ, Ժորժ ջան, բոլոր բնակավայրերում Հարկորը կառուցել սպորտոպլեքս, լողավազան, որ երեխաները զբաղվելու տեղ ունենան։ Ասում եմ իրենց օրոք 8 միլիարդ ծախսվել է, ոչ մեկը չգիտի որտեղ է ծախսվել, 8 միլիարդ։ Կարելի ասենք թե 930 գյուղ ունենք, քանի հատ քաղաք ունենք, որը կա, որը չկա, որ մեր երեխաները փողոցից կտրվեն, գնան պարապեն, առողջ երիտասարդներ լինեն, կարողանան պիտանի լինեն, մասնակցեն համ ազգին մեջ ճանաչում տան, համ էլ հաղթանակ պարգևեն մեր ազգին։ Դա հենց առաջի հարցն է լինելու, առաջինը։ Բայց պապային, մամային, տատին ասա, անպայման 7-ին, համար 7-ին։ Կարոզարքյան երկու հարց է, այս նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի շեղվում իր որդեգրած քաղաքականությունից եւ ամենօրյա ռեժիմով շարունակում է սպառնալիքները, վիրավորանքները, նաեւ անձնական վիրավորանքներ հասցնել։ Դուք դա ինչով եք պայմանավորում, ասում եք դա ասելիքի բացակայությունն է պատճառը։ Ուրեմն ես այդ հարցին պատասխանեմ։ Այսօր բոլորը գիտի հանրությունը ժողովուրդը 19 կուսակցություն մասնակցում է։ Ամեն մեկը իր չափով, իր պատկերացմով, իր թիմով ներկայացնում է իր ծրագրերով ոնց կարա։ Բայց ես նորից եմ ասում, ԿՊ-ն ոչ մի բան ժողովուրդ չի ներկայացնում։ Միայն ասելով խաղաղություն ենք բերել։ Եղբայր, մեր գերիները ընդեղ են։ Ադրբեջանցիները սարերի վրա նստած են մեր հողերի մեջ, նստած են իրենց ամրապնդելով իրանց տեղը։ Որն է խաղը, ստորագրած թուղթ չկա։ Միայն ինքը ասելով, ձերբակալելով, վախացնելով, նույնը ասել էին Ծառուկյանին, ցեմենտի գործարանը, եթե հանկարծ քննադատես վերցնելու են։ Ես պատահից գիտեի դա։ Պատասխան, որ ես երբեք չեմ կարա ունեցվածքս իմ հայրենիքի հետ փոխեմ։ Անօրինական անելու են, օրենք էլ չկա, պարտավորություն էլ չկա։ Հա, թող անեն դրա համար պատասխան են տալու։ Բայց մնացած 18 իրենց ծրագրերը ներկայացնելով, ներկայացնում են, ասենք, ով ինչ կարա անի։ Միայն նրանք են բռնում, ասենք, թե չգիտեմ, ցեղ շպրտում, վիրավորում, ուրիշ ոչ մի բան չեն կարում անեն։ Դրա համար այսօր ես քեզ ասեմ, դա ընտրություն է։ Ասենք մեկը եկեղեցիա կառուցում, մեկը եկեղեցիա քանդում, մեկը աշխատատեղ ստեղծում, արդյունք է տալիս, մեկը վարկերն ավելացնում, մեկը համերաշխություն է բերում, որ ես ասում եմ, բոլոր իրար հետ համերաշխ եղեք, չարություն նախանց մի կողմ դրեք, մեկը ատելություն է բերում, մեկը երաշխավորած խաղաղություն է բերում իր երկրին, որ ասի պարտադիր երաշխավորած խաղաղություն լինի, որ մենք կարողանանք, ասենք թե հիմնականում պատերազմի դուռը փակենք։ Ասել եմ Չինաստան, Ռուսաստան, Ամերիկա, Պակիստան, որ ասեցի, հոյ Պակիստանը, Հայաստանը, դուք եք թող ստորագրի իրանց հետ։ Պակիստանը այսօր Ադրբեջանցի հետ ավելի լավ։ Հա պետք է որ մորտի բոլորը երաշխավոր լինեն, որ պատերազմին վերջ է տրվում, որ միայն տնտեսությունը զարգանա։ Իսկ ինքը միայն Ալիևի հետ պատվերը կատարելով, Ալիևը ոնց ասի, այսօր էլ ոչ մեկի մոտ չկա, ասենք թե խոսք, որը կարանտունի, միայն մնացել է Ալիևի հույսին, որ Ալիևը պատժ կանի, Ալիևը էսանի, Ալիևը են։ Պարոն Ծառուկյան, ձեր ցուցակի երկրորդ համարին մեղադրում են դավաճանության մեջ, ինչպես կարձագանքեք ձեր գնահատականը ինչպիսին է։ Ուրեմն մեր երկրորդ համարը շատ կարգին, հայրենասեր, դուխով, գրագետ նվիրալ է, որ ինքը իր գործունեությունը Երևանում էլ Էջմիածինում ապացուցել է։ Ես sense կարող եմ մասսական ասել, եթե ապացուցեն, ես անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակարեմ, բայց եթե չէ սուտ ասողները պետք է պատիվ պահանջեմ, որ նրանք մարդու անունը հենց այնպես հայտարարության անել ասպիոնաժի մեջ միտինգներին հայտարարում են, դες բան դուք կանգում լսել եք, դες բան գոյություն չունի, իրեն դա էլ չի փրկելու, նա մեր գործընկերն է, իմ ընկերն է, ամբողջ թիմով կանգնած են իրեն կողքին, ասում եմ կարան ապացուցեն, ես գնդակարեմ,
Բայց եթե չէ, մենք պատիվ ենք պահանջում, որ չի կարելի այդ ձևի ասենք թե մեր գործընկերոջը հայրենասեր տղուն նվիրալին, որ ասենք թե ուզենան ժամանակավոր բանյուտա գրելու։ Հիմա 3 ամիսա, 2 ամիսա ինչ որ մեր ասենք թե քարոզությունից հանելով ոչ մի բան չի փոխվելու։ Ես շփվելով ժողովրդի հետ զգում եմ, որ մարդիկ ճարատված են գնում։ Ձեզ էլ են չէ՞ մեղադրում։ Բայց ասեցի, որ թող տանից հրապարակում գնդակարեն։ Եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Հայտարարողը մարզական պետք է պատիժ կրի։ Չեմ ասում գնդակարեք, թող գայ մարուծի մոտ մտնի դուս գա։ Այս քարքին է արդեն։ Քարտեզները Google Maps-ում ցույց է տալի Ադրբեջան։ Խնդրեմ։ Տիգրանաշենը, խնդրեմ ժողովուրդ նայ։ Արդեն 3 տարածքել տալու է։ Սա փակուղու մեջ է գցելու։ Լավ է, անգամ էլ ասենք խապեց։ Ոնց է լինելու։ Տես, ասենք թե վիրավորներ համարածից ասում են 600 հոգի։ Ամաչում են աշխարհում չկա պետության նախագահ, ղեկավար, վարչապետ, որ պարտություն կրի։ Զոհեր տա թող 3800 հոգի, վիրավոր հողեր կորցնի, 130,000 մարդու տնից կտրի ու հետո նորից մասնակցի ընտրության ու նորից ընտրվի։ Աշխարհում չկա տես բան։ Ծառուկյան, ինչ կարծիքի եք ձեզ, այսպես ասած Արաբ ցեմենտ, ձեր ցուցակի երկրորդ համարի դեմ դավաճանության, այսպես ասած, մեղադրանք հնչեցնելը։ Ցեմենտի մասն ես ասում թե ես։ Այս ամբողջը հանգեցնել, որ այսպես ասած դուք հրաժարվեք քաղաքականությունից, ինչպես տարիներ առաջ արեցիք։ Ուրեմն ես այդ հարցին պատասխանեմ, տարիներ առաջ հրաժարվելուց Եթե եկել է հարցին պատասխանեմ, ես կյանքում այն մարդն եմ, որ խոսքից հետ չեմ կանգնել երբեք։ Հետ եմ կանգնել 640 հոգի մի օրվա մեջ, որ դեմ եմ եղել, այո, այդ կառավարմանը, այդ ծրագրին, այդ մոտեցմանը ու դրա համար 640 հոգի մի օրվա մեջ ձերբակալել եմ։ Ղարաբաղից են զորք բերել, Վայոց ձորից են զորք բերել եւ միտինգի սարքել էին, որ Ծառուկյանը ոչ թե միտինգ անում, այլ ստուգում ենք իրեն, ստուգելու համար, որ ինքը հարկերը չի տալիս, որ մենք թոշակներ տանք։ Այսինքն ես ժողովրդին հանելու ասեմ, որ Ծառուկյանը իր ունեցվածքն է փրկում, տեսնելով որ արյունա թափելու, ես իմ ունեցվածքը չեմ փրկելու։ Ես ասել եմ, իմ թիմին բաց թողեք, արկա էջը փակում եմ, դուք ստուգեք։ Ստուգելուց հետո տարուկես տվել հայտարարել եմ, որ ճիշտ էր։ Նորից մտել եմ քաղաք։ Ես չեմ կարա իմ ժողովրդի մատը փուշ մտնի, որ ասեն Ծառուկյանը իր ունեցվածքի համար ժողովրդին հանեց փողոց։ Հասկանա, հա դուրս գայինք հաղթելու էինք, բայց արուն էր թափելու։ Ժողովրդի մեծամասնությունը մտածելու էր, որ Ծառուկյանին ստուգում են, Ծառուկյանին օբյեկտները ձեռից առնելու էին, դրա համար Ծառուկյանը ժողովրդին հանեց, չեմ ասում բոլորը, բայց 30-40% կմտածեն։ Դա եղե պատճառը, որ իմ ժողովրդի մատը փուշ չմտնի, ես կյանքում թույլ չեմ տա, իմ այդ քայլողի մատը փուշ մտնի։ Ես այդպիսի բան երբեք չեմ արել, չեմ։ Մտնում եք ձեր, այսպես ասած, ունեցվածքի նույն սցենարը չի կրկնում իշխանությունը։ Ես ասում, կյանքում չեմ կարա փոխեմ իմ հայրենիքի հետ։ Ես այն մարդն եմ, արել եմ, տվել եմ, կառուցել եմ, նվիրել եմ, սարքում եմ, անում եմ, իմ ազգի պատիվը բարձր պահելու համար։ Ես ստեղծող մարդ եմ, ինձ օդից չի եկել, ոչ էլ պետական պաշտոն եմ եղել, միշտ հետևելով, նայելով, ստուգելով։ Ես նորից եմ ասում, այդ հարգանքն ու սերը, որ իմ ժողովրդի հետ ես շփվում եմ, այդ ջերմությունը, այդ քաղցությունը, հյուրասիրությունը, ու գալ պարոն Ծառուկյան, այն մարդիկ գալու են, պրոստը ասեցին, մեզ գործից կանեն, տղուսես կանեն, կնոջս դպրոցից կանեն, ձեր ցավը, սա գիտեմ, այսօր ներվանությունը ինչից է, հարցումներով չկա, օր-օրի իշտմացած, թազա բան չի ասում, լավ բան չի ասում եմ նա պատերազմից հետո պետք է գնար, չընտրվեր, որ էլի ես եմ համաձայնվել, իմանալով, որ ժողովուրդը չի ընտրի, այդքան զոհերը, այդքան հողեր են ազդել, այդքան անտուն մարդիկ եւ այդքան հեղին կազրկում։ Հիմա էլ 8 միլիարդ ավելացել է, ոչ մի բան չի փոխվել, ժողովուրդ չի կարա, այդ սկզբունքով, այդ մոտեցմամբ, այդ թիմով չի կարա լինի։ Հիմա էլ նորից եմ ասում, այն օր էլ մեկ ասում էր Ծառուկյան ասում է ճանապարհները փակելու են։ Եղբայր, եթե քո գործընկերն է, դու քո թշնամու հետ ես ընկերություն անում, այն մարդը ասում է կողմ որոշվի։ Եթե իմ հետ չես ուզում, քո ցավն էլ տանեմ։ Գնա Մակրոնի հետ ընկերություն, թող Մակրոնը ձեր հարցերը կարգավորի։
Ուրիշ բան չի ասում։ Մենք ճիշտ քաղաքականություն պետք է վարենք։ Բոլորը լավ պետք է լինենք։ Ով ինչ կարանի, այսօր անհրաժեշտ է, որ մենք տնտեսությունը զարգանա։ Թերիփի հարցը ինչ է լինելու, պարոն Ծառուկյան, ձեր ընտրվելու պարագայում։ Ամեն ինչ մնալու է։ պետք է խիչ ունենա, դա օգուտ է, բայց պետք է ճիշտ բան, ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է։ Պետք է մենք Չինաստան հետ, Ռուսաստան, Պարսկաստան հետ պայմանավորում ենք ճանապարհը բաց է, թող աշխատի։ Դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով մենք այդտեղ իրավունք չունենանք ոչ մի բանի։ Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Ես ասեմ, մեր ժողովուրդը մեղավոր չի։ Ասելով, որ մենք դեմ չենք, թող Թուրքիայի ճանապարհն էլ բացվի, բայց մենք պետք է հասկանանք, մեր ժամանակա պետք, որ կարողանանք նրանց հետ մրցելու։ Մեր մոտ ամեն ինչ թանկ է, իրենց մոտ ամեն ինչ էժան է։ Պետությունը պետք է քայլեր կատարեն։ Այդ որ դադար խոսում են, պետք է դոտացիա տա ժողովրդին, արտոնություն տա, հարկերից ազատվի, որ նրանք մտան, գյուղատնտեսությունն է փլվելու, քանդվելու, փոքր ու միջին բիզնեսն է քանդվելու։ Մեր մոտ սա թանկ է, ոչ միայն հարկեր բարձրացնել, գույք բարձրացնել, ուրիշ ոչ մի բան, բայց պետք է հնարավորություն տաս տուրիզմն զարգանա, տնտեսությունն էլ զարգանա, թե ուզում են որ մնացածներ կան փակվեն, իրանք դրանք վեգալեն, թուրքերն էլ վեգալեն, բիզնեսը պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան քննարկենք, նստենք կլոր սեղանի շուրջ։ Պարոն Ծառուկյան, երիտասարդների հարցով եթե կարելի է ցես ընդհատեմ երիտասարդների, քանի որ շեշտեցինք դպրոցների փակման առիթով, ես որպես երիտասարդ ծնող նաև մտահոգ եմ այդ ամեն ինչի մասին եւ նաև կխոսեմ անարդարության մասին։ Ճիշտ չի գնահատվի այն փաստը, որ նույնիսկ իրենք են հրաժարվում իրենց իսկ օրակարգից, այսինքն դպրոցն էլ փակվել, ճագերտների ասած բարեկարգման շնորհիվ եւ այսպիսի հարց ինչ ծրագիրեր ունիք ընթացիկ երիտասարդների համար, քանի որ երիտասարդների պոտենցիալը եւ ռեսուրսը շատ կարեւոր է մեր երկրի եւ Ախուրյան խոշորացված համայնքում լիքը լավ երիտասարդներ ունեն, ովքեր որ այս պահին, այս րոպեին չեն կարող ազատ իրենց իրավունքը եւ խոսք արտահայտեն քաղաքական դիրքորոշում ունենալու պատճառով, ընդհանուր ազատ խոսք ունենալու պատճառով ես ինքս տուժվել եմ, տուժվում եմ մինչև այսօր արտար եւ արտարամիտ գտնվելուս համար եւ լիքը ծրագրեր ունեմ գյուղերի մասով, որտեղ հայրենիքի հիմքը գյուղն է, ցավոք այսօր տեսնում ենք ինչպես են վերաբերվում գյուղի ռեսուրսներին, գյուղի ընդհանուր հարցերին եւ ոչ համաչափ զարգացմանը։ Դա բոլորը մեզ մոտ գրած է եւ երիտասարդների համար, որ ասենք թե առաջի հարցը իմ մոտ որ եղել էր երիտասարդները առաջարկ էին ներկայացել 4-500 առաջարկ, մեկը մեկից լավ, ասենք թե սովորելու համար, ավարտելու համար, աշխատանքի համար, բոլորը կան, որը լիարժեք, ասենք թե մեր երիտասարդությունը այդ հարցով զբաղվում է եւ իրենց հրավիրել են մեր մեծ ընտանիք, որ հենց այդ հարցը իրենք առաջ կաշեն, բարձրացնեն կարգավորեն։ Գյուղատնտեսության համար ժողովրդին կերակրողը սահմանապահող գյուղացին է։ Եթե գյուղ նախարարությունը փակել է, գյուղացին ելով պետք է 8 տարի հենց եկել են փակել են։ Ով պետք է դիմի, ով պետք է մտածի գյուղացու մասին, որ ասենք թե հողը վարի, սերմը տա, տրակտորը տա, սիլիտրեն տա, ոչ մի բան, պատերի տակ նստած, փող չունի գյուղացին գանանը ելնում է, ձմեռի հավաքած գումարը արդեն իր ընտանիքի գյուղատնտեսական ծախսել է, գանանը պետք է իրեն գումար տրամադրեն, իր հողամասի տարածքի չափով, 1 հեկտարա, 3 հեկտարա, պարտանյութա, վառելիքա, չգիտեմ ինչ որ տրամադրեն, առանց տոկոս, որ մարդը վարության կանի, ոչ թե տեղում նույն ամսին ուզի, այլ պետք է աշնանը բերքը կահավաքի կհանձնի։ Ես ժողովուրդ ջան, ոչ թե այսօր ասեն Ծառուկյանը տես բան ոնց կլինի, ես խաղաղորձներին, որը գիտեք Արարատ Արմավիր, ով մեծ համագործակցել են գանանը 2-3 միլիոնի իրենց տրամադրում եմ առանց տոկոս, որ աշնանը խաղ հավաքեն բերեն տան։ Եղել է ցրտը հարվել է, ասեմ ճշտեք ցրտը, այո, չեմ ասել որ ոչ թե այդ բերես տարի տաս, ասեմ մյուս տարել իսպես չի։ Քու երեխու բերնից, երեխու բերնից ասեմ մի կտրեք բերեք, ոչ թե ես այսօր ճոխ բաներ եմ ասում։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, ես սիրում եմ իմ հայրենիքը։ Ես փոքր ու միջին բիզնեսին 1000 խանութից ավել տվել եմ անվճար մի տարի, որ տենում եմ հազիվ իրանք չեն կարող յոլա գնան։ Երկրորդ տարին ասեմ 2 տարի էլ գնացեք, որ ամեն խանութը 150-ից 200 հազար էր, 1000 քանի խանութը ես այդ մարդն եմ,
որ աղբոր էտնա։ Ես կամեցող եմ, ու Աստված ինձ ավելի շատ տալիս է։ Մարդը պետք է կամեցող լինի, բարի լինի։ Դա համար որտեղ մտնում եմ, սա հրավիրելով, հյուրասիրելով ամենտեղ մի արած բան ունեմ։ Արել եմ, բայց այսօր բարեգործությամբ երկիր չես պայի։ Այսօր պետք է մարդկանց հնարավորություն տաս։ Պայման ստեղծեց, որ մարդկանց դեմքին ժպիտ լինի։ Այսօր Երևանում գույքը հարկը 100% ավելացրել է։ Այդ ցավը տանեմ։ Արվեստագետա, կամաց դասախոսա, բժիշկա, գիտնականա, շինարարա, իր աշխատանքի շնորհիվ պետությունը տուն են տվել։ Հիմա այդ մարդը չիրա թոշակով ապրում է, ոնց տանի այդ, ասենք, գույքարկը վճար։ Ասում են, չես կարող վճարել, սախի գնա ռայոնները մնա։ Խիդա մարդու, որ ասում է, Ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, վարչապետներից մեկը դուք եք, այդ ասելու բանը, սովորացնեմ չգիտեն, թող որոշում կայացնեն 2020 թվականից հետո, ով տները առե 200,000-ով, թող 300,000-ով, նա վրա ազդում է 100%-ը, որ մարդը կմտածի դրանց հետո, առնի թե չառնի, դու խես թոշակառուներից, ինչ ես ուզում իրա ծննդավայրից, հանես, գցես քուչեկը։ Գյուղի երիտասարդները այսօր թքենգը կրթության եւ ոչ աշխատանք ունենալու երիտասարդություն չկա, բոլորը գնում են, ոչ պայման կա, ոչ հնարավորություն, ոչ կլուբ կա, ոչ սպորտ դահլիճ կա, ոչ մի բան չկա։ Մեծերի համար ծրավին ձեր թիմել են, կովել են այն ձեր կոչը միասնական լինելու առիթով։ Ուրեմն կարող ես նորից համապատասխան հանդիպելու, ներկայացնելու, ինչ որ կա կարող է ավելացնենք, մենք պատրաստ ենք։ Այն մարդը, որ ընդունակություն չունի լսելու, նա հաջողության կյանքում չի կարողացնի։ Պատրաստ ենք լսելու, ավելացնելու, լավ բան անելու, որ մարդիկ օրորի տեսնելու իր կյանքում բան է փոխում, որ այդ մարդու դեմքին ժպիտ գա, ասի հալալ այս մարդուն, ասեց արեց, ասեն ոչ մեկը չկասկածի, հետևողական եմ լինելու, ոնց որ սեփական գումարներ հետևելով, մեկը 10 դարձնելով, զարգացնելով, ասում եմ ոչ գումարի կարիք ունեմ, ոչ պաշտոնի, ոչ ճանաչում, այլ կարիք ունեմ, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ գա, որ այս խեղճությունը մենք հաղթանենք։ Այսօր մենք ասելու բան չունենք աշխ։ Խեղճացած, պարտված ժողովուրդ ենք։ Սենց բան չի եղել երբեք։ Մենք հաստատել պարոն Ծառուկյան։ Հետ գանք նորից այդ շպիոնների խաղերին, էլի։ Պարոն Փաշինյանի, չէ, կարճ կիրառելի է արդյոք այն ասացվածքը, որ ասում է գողը ավելի շուտ է գոռում բռնեք գողին, որովհետեւ իր վրայից ուշադրություն տանի։ Ես բացարձակ դուք որ բաննա ձերը։ Ազատություն սաղ աշխարհը թող լսի։ Եթե իմ ընկերը կա շպիոնաժի մեջ, ես իմ ձեռով գնդակը հարեմ։ Եթե ես կամ շպիոնաժի մեջ, ինձ հայտարարողը թող հրապարակի կենտրոնում գնդակարի, շպիոն մարդը իրավունք չունի աղջուրում ապրելու։ Շպիոնը, որը նա ազգի թշնամին է, ազգի դավաճանն է, պետք է կտոր կդրտեն։ Բայց շանտաժ անելու համար մարդիկ պետք է իմանան, պետք է պատասխան տան։ Չի կարելի մարդու անունի հետ խաղալ կամ վախացնել, կամ ինչ-որ սեփականություն խլել, կամ վիրավորել։ Ես ասում եմ, ես թույլ չեմ տա, որ իմ, ասենք թե դիրքից, ինչ-որ իմ կլասը գցեմ, կամ բարձունքից իջնեմ, եւ ասում է, ինչ կլաս գցելու, ուր իջնես, այդտեղ չկա, պետք է գետնի տակ մտնես։ Նոր որ ես գալիս եմ լսում եմ։ Ես հիմա ուզում եմ ասել, պարոն վարչապետ, ես ինչ որ արածիս համար պետք է գետնի տակ մտնեմ։ Դու ես զոհերը տվե, դու ես հողերը հանձնե, դու ես վիրավորները տվե, դու ես Ալևին այդքան արուն թափելուց, այսքան ամեն ինչից շնորհակալություն հայտնեմ, դու 8 տարի ժողովրդին խաբելով, այսօր էլ նոր հենա ցույց տվեց, ուզում ես մեր հողերը տալ ճանապարհը փակես, դու պետք է մտնես այնց, որ вообще չերևաց գոնե ժողովրդի աչքին, ժողովրդի ես ասում եմ, նայում եմ, զգում եմ պարտավորված են, ու նայելով իր թիմակիցները պաշտոնները ծապ տալով, որ ինչի համար եք ծապ տալի։ Հանգամանքն է, որ ձեզ ստիպել է մտնել նորից քաղաքականություն։ Տեսնելով այս իրավիճակը։ Սիրտս ցավում է։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, նորից եմ ասում, որ իմ երեխեք, իմ թոռները, ես սովորական աշխատող ընտանիքից հասել եմ ամեն ինչ իմ քրտինքով, աշխատանքով, ամբողջ Կոտայքի մարզը գիտի։ 1-2 եմ սարք 21200, բայց այսօր նայելով այս վիճակում չի կարելի որ մեր երեխեքն ու թոռները այս խայտարակված, այս խեղճության, այս վիճակում ապրեն։ Մենք այդ ազգը չենք եղել։ Մենք միշտ ասելու բան ենք ունեցել, հպարտ ասենք, միշտ հպարտացել ենք մեր, ոնց ասեմ, գիտությամբ, արվեստով, ամեն ինչով։ Բայց որ չենք հպարտանում, եղբայր։
Այսօր նորից եմ ասում, ալևը խոսալը որ դու նայես, ոնց որ մենք այն աֆրիկյան կարող ենք որ երկրներից մեկն ենք։ Այդ հզորությունը որ աշխարհի 10 մարդ վերցնես, ամենաճանաչված արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, կառավարում, սպորտ, հարստությամբ ասենք թե 10-ից 3-ը հայ կլեն, բայց այսօր նա խոսալը ոնց որ մենք չկանք։ Ադրբեջանի պետությունը 100 տարի է որ գոյություն ունի, նա քոչվոր ցեղեր են եղել, բայց մերը հազարամյակներ մենք գիր ու գրականություն, գիտություն ենք ունեցել, արվեստ ու մշակույթ կոթողներ ենք ունեցել, եղբայր։ Եվ վերջապես երեք Սյունիք գնալուց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Ադրբեջանի դրոշը, Ադրբեջանի դիտակետը, ու մենք այս դրոշներին զուգահեռ ուղղությամբ գնացել ենք։ Խնդրեմ, ԿՊԱ-ականները թող նայեն, որ լիարժեք արդեն մեր հողերի մեջ խաղաղություն եք բերել։ Լավ թող նայեն ու պատասխանեն։ Ինչ են պատասխանելու։ Ոչ չեմ, ուրա դրոշը գնաց, աղջիկ չկար դրոշ։ Շելու ընթացքում։ Մի վարքան։ Նա նորից դիտը։ Որ իրանք լավ տեսնեն, էլի։ Հա, խնդրեմ, հեսա դրոշը։ Ազատությունը մի հատ լավ նկարի։ Էլի գնաց աղ։ Շելու ընթացքն է, պարոն Ծառուկյան։ Ժորժ ջան, ճանապարհը փակվեց, ինչ հարցեր ունեք, Ժորժ ջան, ասեք։ Պարոն Ծառուկյանը, բտնագները 38 տարի Գյումրի տնագնի չլը կոկույցում ապրում էլ է տիվում։ Դե միջև եկա վարչապետ ասում է դոմիկում չեք, ես ասում եմ ես անհատ մարդ, տեղակես դոմիկ որ եկել են, որ ով հղեր տներ եմ տվել, Ռոզա ու Քագիգի ինտեր անունները տեղագին։ Նորից տեղագին։ Այդ առանցին է, չէ, դա շատ ենք տվել։ Շատ ենք տվել, բայց դա այդ մեկը իմ մտքով անցավ, որ ասենք թե ոչ թե ասել եմ ծանոթ բարեկամով նայեք, ասեմ ցանկացած գյումրեցի, որ դոմիկում ա ծնվել։ Գոնե իր երեխեն թող դոմիկում չծնվի։ Ես դոմիկում տղա ունեմ, հիվանդ բարգացվեց տանի, դոմիկի մեջ։ Կազմակերպել եմ, գնացել են, գրել են ու տարել են ապրիլի մարության գեղեցկության օրը, նվիրել են։ Մարդ եղե չի հավատացել, մարդ եղե ուշը գնացել է, մարդ եղե ամուսնունա զանգել։ Ես նորից եմ ասում, ես այդ մարդն եմ, Ժողովուրդ ջան, կամեցող մարդ եմ, սիրում եմ իմ ժողովրդին։ Այնպես որ իմացեք, գիտեք, կռի մի արեք, մի հանգիստ գնացեք, ասում եմ, ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք։ Ախ հիմնական չլող խնդիր չկա, հարկավոր է ճիշտ կազմակերպել, զարգացնել, ծաղկացնել, տուրիզմն էլ զարգանա, արտադրությունն էլ զարգանա, ինչի պահանջ կա աշխարհում մեկ, աղ մարդիկ պետք է կյանքում եթե 50 տարի, որ քարը քարին չեն դնել, 100 ռուբլի չեն աշխատել, մենք ոնց կարան կառավարեն ասեն։ Թող մի հատ նախարար ասի, անցյալ ունի, աշխատած ունի, արդյունք ցույց տված ունի, թող մեկ ասի։ Իրավաբանին տարեդրել են առողջապահության նախարար։ Ոնց կար իրավաբանը առողջապահության նախարար լինի։ Մեծ էլ խոսում, սաղ ընդ նայելով, տոմոր համարտոյեսի ինչ բաներ են բացելով, չհասկացած ծառայություններ, չեմ ուզում, ինչ շազական չի, բայց դրդում են դրանց, որ նկարներով, փաստերով ասեն։ Դե պալատներ եք ցույց տալ հիվանդանոցները, Անահիտ Ավագանեսյանը, դա պալատներ ենք սարքել հիվանդանոցը, դե պալատները, հա։ Պարոն Ծառուկյան, մեր համայնքի անունից կուզեմ շնորհակալություն հայտնել, որ այցելել եք մեր համայնք։ Մենք միշտ գիտենք, որ կանգնած եք եղել մեր կողքին, Գյուղացու կողքին, ու այսօր նոր վառաբացույցն է, այսօր ցեզի հյուրասիրություն կա, հրավիրում ենք ցեզի։ Շնորհակալ եմ։ Իրական պատկերը ձեր ցավը տանեմ, տվեք, պանջեք, 1-ին 10 անենք։ Կապնել կա, հնարավորություններ կա, ցանկություններ կա, որ օր-օրի կզգաք։ Բիզնեսի դրգվանք, տնից տեղից դրգվանք, Բասմին արել ենք, զարգացել ենք, ծաղկացրել ենք։ տուգանքի առարգա ենք տարել։ Բայց առաջի որ ընտրվել էր ինչ է, իմ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, ժողովրդին պետք է հնարություն տանք, ժողովրդին պետք է տուշ տուգանքները լրիվ ներենք,